Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք բանաստեղծ Մարինե Պետրոսյանին։ Մարինե, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ կանչեցիք։ Երեք հայրենիք վերադարձան Բաքվում ապօրինաբար պահվող գերիներից 4-ը՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլջեքջյանը եւ Վագիվ Խաչատրյանը։ Նրանք հիվանդանոցում են, Մուրացանի ռազմական հիվանդանոցում են։ Բնականաբար Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը եւ Էլջեքջյանի վիճակը այնքան էլ լավ չէ։ Այնուամենայնիվ Ինչպես եք վերաբերվում այն զարգացումներին, որ արդեն գերիների վերադարձի շուրջ կա, արդյոք իշխանությունները փորձելու են այս քայլը օգտագործել խաղաղության, այսպես կոչված օրակարգի, նաև նախընտրական նպատակներով։ Ես այդպես շատ մանրամասն չեմ էլ հետևել, որովհետև ոնց որ ասում եք, ես արդեն շատ պարզ տեսնում եմ, երևի ոչ միայն ես բոլորս տեսնում ենք, որ ընտրություններից առաջ անընդհատ ինչ որ բաներ են, անընդհատ ինչ որ ցավոտ հարցեր են շոշափվում եւ հենց նպատակը նա է, որ ընտրությունների վրա չկենտրոնանանք, այլ իհարկե շատ ուրախ եմ եւ մանավանդ այն երկուսին, որ ասեցիք Էլջեքջյանը եւ Խաչատրյանը, որ առողջական լուծություն, այսինքն հիշում ենք մարդկայնորեն ինչ կատարվեց եւ շատ ուրախ եմ, որ վերադարձան, բայց ինչ ասեմ, դրա վրա կենտրոնանալ եւ ասել, օ մեծ ձեռքբերում, ասենք այսքան կորուստներից հետո մենք 4-ը վերադարձել են, բայց այնտեղ քանի հոգի կան, շատ կան, չէ։ Այսինքն դա դարձնել կենտրոնական ինչ-որ թեմա, կարծում եմ ճիշտ չի լինի։ Տիկին Պետրոսյան, խոսեցիք ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է այսպես պարգևավճարների փառատոն։ Հետքը գրում է, որ 51.6 միլիոն դրամ պարգևավճար Նիկոլ Փաշինյանը ստացել է 2025-ի ընթացքում, նախարարներին 7-ից 9 միլիոն, փոխնախարարներին, վարչության պետերին 4 միլիոն, падգամավորներին 3 միլիոն։ Թվում է, թե Հայաստանի աճող արտաքին պարտքի ֆոնին պարգևավճարները պետք է որ ավելի համեստ թվով լինեին։ Ինչի մասին է սա խոսում։ Ես կարծում եմ, սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը այնքան էլ ամուր չեն, որովհետև ինքը չի կարող չհասկանալ, որ դա իրեն վնասում է, այսինքն այդքան բացահայտ իր Հայաստանում դեռ ցավոք կան մարդիկ, շատ քչացել են, բայց դեռ կան, որ իրեն պաշտպանում են, բայց այդ մարդիկ են, որոնց մեջ այդ նախկինների նկատմամբ այդ ատելություն այնքան ուժեղ է, որ ասում են ոչինչ Արցախը կորցրինք, բայց նախկինները չկան հանգարց, հա, այսինքն բայց հենց այդ զանգվածը, որը սոցիալական այդ ատելության բանի վրա, հենց այդ զանգվածը արդեն տեսնելով թե Նիկոլ Փաշինյանը ինչ անում, տրամաբանորեն պետք է այդ զանգվածն էլ արդեն իրանից մի կողմ քաշվի, որտեղ ասենք այնքան ակնհայտ է, էլի, ասենք ինչ են անում, որ այդքան փող են ստանում։ Նայեք, իհարկե որ ասեցի նախկիներ մի մասի գիտակցության մեջ հասարակության այո կոռուպցիայի եւ այլնի հետ է կապվում Իսկ սա կոռուպցիայի բայց նայեք, ես դրա մասին ժամանակին գրել եմ նոր, երբ որ սկսվեց, ամենասկզբից այդ բանը կար, հա, այդ անմիջապես որ այդպես հսկայական աշխատավարձեր տվեց։ Այո, կոռուպցիա եղել է Հայաստանում եւ շատ քիչ երկրներ կան աշխարհում, որտեղ կոռուպցիա չկա, որում երկիրը ինչքան այդպես աղքատ է, ինչքան անբարենպաստ վիճակում է, այնքան կոռուպցիան սովորաբար շատ է լինում։ Այո, կոռուպցիան բոլորս գիտենք, որ վատ բան է, բայց եթե դու ասենք կոռուպցիան ինչն է, նո, եթե մի քիչ կարճ բարձունակ ասենք, այսինքն աշխատավարձերը բարձր չեն, բայց ինչ որ կոմնակի միջոցներով մարդիկ ավելի, ասենք, պաշտոնյաները եւ այլն ավելի շատ փող են ստանում։ Դա աշխարհում շատ տեղերում կա, եւ դրա մեջ ինչ որ տրամաբանություն կա, բայց ոնց ասեմ, եթե դու կոռուպցիան դա հանում ես, ասենք այդպես ասում ես կոմնակի միջոցներ հանում ես, բայց կտրուկ բարձրացնում ես աշխատավարձը, Ինչ չգիտեմ, դրա մեջ բարոյական ինչ կա, էլի, այսինքն դու ասում ես, որ եթե մարդը այդքան փող, այդքան շատ փող չի ստանա, ուրեմն ինքը չի աշխատի, բայց դա նույն լոգիկան է, ինչ կոռուպցիայի դեպքում, այսինքն ուզում ասեմ, եթե գլխավորը փողն է, շատ փողն է, ինձ համար նույնիսկ այն, որ մարդը ավելի ցածր աշխատավարձ ստանա, բայց կոռուպցիան, որտեղ կոռուպցիան վտանգ է, այսինքն վտանգավոր ձևերով փող ստանա, ավելի բարոյապես գերադասելի է, որտեղ ինքը կողնե գիտակցում է, չէ, որ ամեն դեպքում, ինչ ասեմ, սա բարդ հարց է, բայց չգիտեմ, ես կարծում եմ, որ
սա խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը այո վատ են, դրա համար ինքը նույնիսկ իր շրջապատում, դրա համար ինքը այսքան թե չէր անի։ Այսինքն ընտրություններից առաջ փորձում է փողով իր կողմը Չէ, գոնե ընտրություններից առաջ ինքը դե եթե ուզենար կարող այնպես աներ, որ այդ ինֆորմացիան դուրս չգա, ամեն դեպքում ձևը կգտներ, բայց ինքը պաստորեն թույլ, չգիտեմ, այնքան բանա, այնքան այն ձևով արել, որ չի էլ հնարավոր լինել թաքցնել։ Դե իրենք ասում են փակ ինֆորմացիա է, տեղեկատվություն սա բանա, ինչ ասեմ, իր օգտին չի աշխատի։ Հատկապես որ մամուլում եղած տեղեկատվության համաձայն բարձր պարգևավճարներ ստացել են նրանք, ովքեր ԿՊԱ-ականներ են։ Դե հա, բաց այդ բանը, ինչ ասեմ, ես էլի չեմ ուզում դրա մեջ դրա վրա կենտրոնանամ։ Գոնե ներսում պահի, փաստորեն ինքը ներսում է դիրքերը թուլացած։ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է, չնայած այնպես ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը վեհապարին հեռացնելու գործընթացը դեռևս գործուն հաջողություններ չի գրանցել։ Այնուամենայնիվ այս հակաեկեղեցական արշավից Փաշինյանը որևէ կերպ չի հրաժարվում։ Ինչով է պայմանավորված վեհապարի դեմ իր այս նպատակային հակադրությունը։ Ես դժվանում եմ այդ հարցին պատասխանել, իսկապես այդտեղ խնդիր կա, որտեղ ակնհայտ է, որ ինքը չափերն անցել է, այսինքն մի հատել է, ես օրինակ որ հետևում եմ իմ, ասենք Facebook-ում կան մարդիկ, որոնք ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա պաշտպանում, ես իրենց գրառումներն էլ հետևում եւ նկատել եմ, որ այդ մարդիկ, որ էլի շարունակում են Նիկոլ Փաշինյան, բայց այստեղ արդեն Որոշակի հետքայլ են անում։ Չէ, ուղղակի ասում են, որ ամեն դեպքում շատ տգեղ բաներ են կատարվում եւ դա այսինքն չգիտեմ կամ ինքը երկու տարբերակ կա կամ իսկապես չափի զգացումը կորցրել է եւ իրականության զգացումը կորցրել է այդպես ընկել է ազարտի մեջ, հա, հոգեբանորեն հնարավոր է կամ ինչ որ բաներ ունի դրսից ինչ որ թելադրանքներ ունի եւ շտապում է, հա, շտապում է Չգիտեմ, ինչ է լինի պատճառը, հիմա ես դա ինձ շատ բան չի հետաքրքրում կոնկրետ ինչ, բայց փաստա որ ինքը, չգիտեմ, առաջին հայացքից թվում է ինքը որ առաջ է գնում, բայց ինքը պարտվում է իմ համար ակնհայտ է, որտեղ ինքը, ասենք, ինչ ասեմ, կազմակերպչական առումով ինքը կարող է գտնել, ոնց որ թե գտնում է, ես լավ ծանոթ չեմ եկեղեցու այդ բանին, ոնց որ թե գտնում է մարդիկ, որոնք իրեն պաշտպանում են, բայց հանրության առումով ինքը բացահայտ ցույց է տալիս, որ ինքը, ասենք, չգիտեմ, ասենք քրիստոնեության անունից է խոսում, բայց ինքը քրիստոնեական բոլոր բարոյական արժեքները ոտնակող է արել, հա, ասենք, ինչի մասին է խոսքը, ազգայինը մի կողմ։ Ինձ համար ամենակարևորը եկեղեցու այդ բանի մեջ ազգային պահն է, որ վերջո հայոց, ինչ եմ ասում, կարող է դրսից բան լինի, որտեղ հայոց եկեղեցին այն կառույցն է, որը բոլոր հայերիս միավորում է։ Քաղաքականապես դա շատ դժվար է եւ անհնար է գուցե այսօրվա վիճակով բոլոր հայերիս, որտեղ տարբեր երկրներում ապրել, բայց եկեղեցին դա անում է, հայոց եկեղեցին եւ Նիկոլ Փաշինյանը հենց այդ կառույցն է քանդում, դա նշանակում է հայ ազգի ողնաշար է քանդել, որտեղ մեր ժողովրդի ավելի շատ հայ ապրում է դրսում, քան Հայաստանում, հա, եւ եթե մի օր մենք մեզ ուղենք եւ փորձենք որպես ազգ վերածվել, այդ սփյուռքը մեր հարստությունն է եւ ինքը այդ է քանդում։ Շատ հնարավոր է դրսից ինչ որ բաներ կան, հրահանգներ կան։ Իսկ վեհապարի կեցվածքի մասով ինչ կասեք։ Ընդդիմության մեջ մի շերտ կա, որ ասում է պետք է վեհապարը կոչ անի։ Մյուսներն էլ ասում են ճիշտ է անում, շատ խելացի եւ իմաստուն։ Ես այստեղ ինձ չեմ վերապահել վեհապարին խորհուրդներ տալ, ասում եմ եւ շատ մոտ չեմ, բայց անգամ եթե մոտ լինի եկեղեցուն, այսպես իմ գործը չի այդ խորհուրդները տալ, ինքը շատ երևում է որ պես հավասարակշիռ մարդ է եւ ելնում է իրավիճակից, ուրեմն իրավիճակը այնպեսին է, որ ինքը ընտրում է լավագույն լուծումը եւ չեմ կարծում ինքը բարդվում է, չէ։ Ես կարծում հակառակը ավելի իր հեղինակությունը բարձրացել է հանրության շրջանում, ընդհանրապես հայոց հանրության շրջանում, ես դա պարզ տեսնում եմ։ Լրատվամիջոցները գրում են այն մասին, որ եկեղեցու շրջողակը գնալով ել ավելի է սեղմվելու եւ որ նույնիսկ իշխանության կողմն անցած եւ հանրության կողմից տիրադավերը անունը ստացած դեռևս հոգեվորականները փորձում են ավելի շատ մարդներ գրավել իրենց շարքերը ու նույնիսկ տեղեկատվություն գնաց այն մասին, որ Կճոյանը խոստացել է 100 հոգեվորականներով ճակերտավոր ասեմ, հուսամ ճակերտավոր գրոհել Էջմիածինը։ Այս պարագայում եւս Փաշինյանը պարտվողի դերում է լինելու։
Փաշինյանի բանը հենց այդ է, ինքը անընդհատ բան է ստեղծելու, օրակարգ, այո, եւ եթե ինքը կարողացավ անընդհատ օրակարգ թելադրել, ինքը իր շանսերը հաղթելու մեծանալու են եւ ինքը դրա վարպետն է։ Հայաստանում գլխավոր օրակարգ թելադրողը Փաշինյանն է այսօր։ Դե փաստացի ցավոք այո, ես չի ուզենա այդպես լինել, բայց ցավոք այո, ինքը շատ այդ հարցում հմուտ է։ Որտեղ ոչ մի ինքը սահման չունի, ոչ մի բանից հետ չի կանում, ամեն ինչի կգնա, միայն թե իրեն լսեն եւ ցավոք լսում են։ Անդրադառնանք ընտրություններին, հարգելի Մարինե, Շատ չի մնացել, արդեն սկսվում է, արդեն տոներն ավարտվեցին, արդեն նախընտրական շրջանը սկսվել է։ Այո, հաշվի առնելով, թե երբ է լինելու հաջորդ ընտրությունները, տեսեք, Եվրամիության բարձր պաշտոնյաները հայտարարեցին այն մասին, որ Հայաստանն իրենց դիմել է աջակցության համար եւ իրենք Հայաստանին այդ աջակցությունը տրամադրելու են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը կատարում է գործողություններ, որոնք ձերից նշած նախկիների ժամանակ նույն Եվրամիությունը կամ միջազգային հանրությունը դրանց պարագայում աղմուկ էր բարձրացնում նույնիսկ Հայաստանի դեսպանությունները, այո, դեսպանները Հայաստանում իրենց ծառայություն իրականացնող։ Այսօր Հայաստանում ունենք աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, սրբազաններ են ազատազրկված իրենց կարծիքի խոսքի համար։ Այս պարագայում ինչպիսի ընտրություններ են մեզ սպասում։ Նայեք, ակնհայտ է, որ դրսից Նիկոլ Փաշինյանը ունի աջակցություն, բացահայտ այդտեղ գաղտնիք չկա, Եվրոպան բացահայտ աջակցում է, Ամերիկան էլ տեսեք այս թրիպի հետ կապված չէ, էլի օրերս այդպես այդ համընկնումը պես պատահական չի, դա էլ է աջակցություն, եւ այս աջակցությունը իհարկե Նիկոլ Փաշինյանին կօգնի ահագին։ Ես հավատում եմ, որ հակառակ դրան, որ դրսից կա աջակցություն, հայ ժողովուրդը կարող է հաղթել այս ընտրություններում, այսինքն կարող է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Դա իդեպ տեսեք Նիկոլ Փաշինյանը շատ է չէ սիրում խոսել ինքնիշխանությունից, ընդհանրապես ԿՊԱ-ականները, մենք Արցախը կորցրինք, չեն ասում հանձնեցինք, մեկ ասում են էլ խոսքով, բայց ինքնիշխանությունը ավելի կարևոր է։ Ես կարծում եմ ինքնիշխանության գլխավոր դրսևորումը հստակ իսկ ռեալ դրսևորումը այն կլինի, որ հայ ժողովուրդը հակառակ նրա, որ Նիկոլ Փաշինյանը այո ունի բացահայտ դրսի աջակցություն, ինքը կարողանա ինքը որոշել իր ճակատագիր։ Դա շատ դժվար է, բայց դա անհնար չի։ Ես տեսել եմ այսօրվա վիճակով նա ամենամեծ խնդիրը ինձ համար ժողովրդի հուսահատությունն է, որը բնական է իհարկե, հենց պարտություն։ Հոգեպես ապատիկ վիճակում են, այո, պարտությունը բերում է հուսահատություն։ Դրան էլ գումարվեց, որ 21-ին Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվեց, սա հոգեբանական բան է, շատ իմ ընկերների մեջ կան մարդիկ, որ, չգիտեմ, անդադ ասում են հայ ժողովուրդը բարոյապես փաստորեն դիմադրելու ունակություն չունի եւ արժանի է Նիկոլ Փաշինյանին, դա սարսափելի թեզ է, ես համաձայն չեմ, ուղղակի իրավիճակ այնպես է դասավորվել, որ մի քանի գործոն աշխատում են Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց ես հավատում եմ, որ հնարավոր է այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, բայց դա շատ դժվար է։ Դրա համար այսօր որտեվ ասում եմ իրավիճակը, նայեք, դժվար արդեն ասեցի դրսից կա օգնում, աշխարհակաղական իրավիճակը Նիկոլ Փաշինյանի օգտին շատ առումներով։ Իմ կարծիքով միավորումը ընդդիմության կստացվի այն դեպքում, երբ ժողովրդի մեջ այդ պահանջը ձևաբանանի եւ քիչ արտահայտվի, հա, ժողովուրդը պահանջի։ Ես ժողովուրդ, որ ասում եմ, ինչ ասեմ, չգիտեմ, կարող եմ մեկ մարդիկ կան ասեն ինչ որ վերացական բան է, չէ՞, բայց ես այդ ժողովրդին, որ ճիշտ ասեմ, տեսնում եմ փողոցներում, որտեղ մարդիկ, նայեք, ես ինքս բանաստեղծ եմ, բայց արդեն 2 տասնամյակից ավել նաև քաղաքական մասնակցում եմ, սկզբում ես մասնակցում էի հարելով այս կամ այն ուժին, որին համարում էի այդ պահին ամենաճիշտը, դրա համար չեմ ափսոսում, դա ինձ քաղաքական բավական ռեալ փորձ է տվել, բայց օրինակ ես հասկացել եմ, որ դա չի իմ ամենաուժեղ տեղը, հա, ես օրինակ այսօր էլի հետևում եմ քաղաքական ուժերին, բայց հանդես եմ գալիս որպես բանաստեղծ, եւ ես գիտեմ, որ Հայաստանում ամեն երկրում այդպես չի, Հայաստանում բանաստեղծի խոսքը մարդիկ լսում են, հա, ինչի եկա սրան, ինչ եմ իմ մասին խոսում, որտեղ ես փողոցներում անընդհատ այդ մարդիկ, ասենք, այս սառույցի վրայով քայլելով, մեկը տեսնում եմ հայացքները հարված եւ մի մասը ուղղակի հայում է հասնել, բայց ես գիտեմ ինչ են ասում, որտեղ ինձ ոչ ծանոթ չենք, էլի, բայց մարդիկ կան, մոտենում են, խոսում են, ասինքն ինչ որ բաներ են ասում, ինձանից, իրենք գիտեմ, որ ես քաղաքական գործիչ եմ։ Ուզում եմ ասեմ, բայց ինչ կարող եմ ես անել, հա, ես չեմ էլ պատրաստվում քաղաքական ինչ որ հարել, բայց իմ խոսքը, ասինքն
Այս հիմա սա քաղաքականության հարց է, թե գոյաբանական խնդիր է։ Այդ եմ ասում, մեզ համար հայ ժողովրդի պատմությանը եթե նայենք, միշտ այդպես այդ բանը հաճախ հենց գրողները բանաստեղծներն են տվել։ Այսինքն մտավորականությունը։ Այդ բառը ճիշտ ասած ես չեմ սիրում, որտեվ չգիտեմ, այդ բառը բանեղած բառը, սևացված, շատ դրա համար ես գերադասում ասել բանաստեղծ, ինքս բանաստեղծ եմ։ Որտեվ մտավորական, նայեք, մարդիկ մտավորական ասելով երբեմն հասկանում օրինակ երկիչներից են բան պահանջում, որը մի քիչ ռեալ չի էլի, կա գուցե բացառություններ եւ այլն, բայց երկիչը պարտավոր չի լինել, ասենք խոսքի, որտեվ երգը մի քիչ ուրիշ։ Այ բանաստեղծը պարտավոր է, որտեվ եթե նայենք հայոց պատմությանը, միշտ մեր քաղաքական մտքի, օրինակ վերջին 19-20-րդ դարի ամբողջ քաղաքական մտքի, այսպես հայրը Ռաֆինա եւ կամ մնացած Նաբանդյան եւ շատ բանաստեղծները շատ են։ Եվ ես հավատում եմ, իհարկե ոչ եմ ասում մենակով, բայց ես գիտեմ, որ ամենակարևորը, եթե դա լինի, ես մեր պատմության մեջ շատ եմ տեսել, այսպես ընտրությունների ժամանակ, չէ, քանի ընտրություն են կանցել, ջուր հուսահատություն ա տիրում, ասում են ժողովուրդը հոգնել է, արդեն բան, մեկ էլ արթնանում է եւ ես դա տեսել եմ, դա հնարավոր է։ Ես գոնե ինքս անձամբ ամեն ինչ անելու եմ եւ բոլոր այն մարդկանց, որոնց խոսքը լսում են եւ այլն, բան եմ անում, որ մենք դրան հասնենք, որ ժողովրդի մեջ այդ հուսահատությունը կոտրվի, ես դրա բանը տեսնում եմ մարդկանց մեջ, հա, որ հեսա գործ ենք անելու։ Իդեպ հետաքրքիր է, եթե նայենք այս բանի Հայաստանի Հանրապետության պատմությունը, միշտ ձմեռներին է ակտիվությունը, դու մոտ է ցուրտ է, չէ՞, հակառակը պետք է լինի սառույցներ, բայց եթե նայենք, միշտ փետրվարից 80-ի շարժումն էլ փետրվարից սկսվեց, չգիտեմ ինչ կա դրա մեջ, մեր ժողովուրդը ինձ հետաքրքիր ժողովուրդ է, իրա մեջ այդ բանը կա, հա, ես ասենք այդ բանը հանգարց կանգնելու ամենադժվար պայն, ամենասառույցի վրա ես տեսել եմ եւ ես ուզում եմ որ մենք հասնենք դրան, որ դա հնարավոր։ Դες Նիկոլ Փաշինյանը հենց դա է քանդում։ Ինքը սենց մի հատ ուրիշ մակարդակի է, տեսեք ամեն մարդու մեջ կա ինչ որ մարդու մեջ հայտնի բան է, չէ, մարդը կա, վերևը եւ կա անասնական։ Ինքը այդ անասնականի վրայով լավ խաղում է եւ մարդկանց նույն, ասենք, այսինքն բնազների վրա է բերում շեշտադրում եւ լավ էլ հմուտ տեխնոլոգիաներով։ Ես այդ դրա համար ես նկատում եմ, որ Նիկոլ Փաշինյան պաշտպանողները, այսինքն հայոց ամոթը պաշտպանողները, հանդուրժողները, ասենց ասեմ, քչացել են, բայց դեռ կան եւ ես հավատում եմ, որ այն քչերն էլ ամեն դեպքում կհասկանան ինչա, որովհետեւ չի կարող մարդը լրիվ, ասենք, հաշ լինել մարդու հետ, չգիտեմ, մարդը, հայ մարդը, ղեկավարի հետ, որը ասում է ամբողջ Արցախյան շարժումը, չգիտեմ, մեր սխալներ, մեր մեղքներ, հա, մենք չլավ է, մենք պետք է ուրախանանք, որ պարտվել ենք, պետք է ուրախանանք, որ պարտվել ենք։ Գիտեք ինչ, դա ես չգիտեմ ինչ է, էլի, դա եթե մարդը դրա հետ հաշտվում է, նշանակում իր մեջ ինչ որ բան արդեն քանդված է բարոյապես, էլի, մենք դա չպիտի հանդուրժենք, մենք այս հնարավորությունը ունենք եւ ես հավատում եմ, որ հնարավոր է 2026-ը հայոց պատմության մեջ մնա որպես այդ բան։ Եթե մենք դա անենք, իդեպ մենակ իհարկե բոլորս հասկանում ենք, որ հարցը մենակ Նիկոլ Փաշինյանը հեռացնելով ամեն ինչ չի միանգամից լավանալու, ինքը այնքան բան է քանդել եւ ընդհանրապես այնքան է իրավիճակը ծանր, այո, բայց եթե հայ ժողովուրդը զգա, որ ինքը կարողացավ դա, ասում եմ, հակառակ նրան, որ դրսից իրան ոչ մեկը չի օգնում, թվում է ինքը կարողացավ, դրա վրա կարող է արդեն վերելք սկսվի, եթե ժողովուրդը հավատում է իր ուժերին, մոտիվացիա կլինի Փաշինյանի հեռացումը, հետագայում նաև ոտքի կանգնելու համար։ Ինչն է Նիկոլ Փաշինյանի գլխավոր բանը, հա, ինքը խաղում է այդ, որ մարդիկ պատերազմից վախենում են, այո, վախեցնում է պատերազմով, շատ փորձագետներ են ասում։ Եվ ասում է բանը խաղաղությունը միայն ես եմ բերում, հա, այն մյուսները կան։ Ես չլինեմ պատերազմի լինելու։ Այս հարցը մի հատ հստակեցնել, հա, որովհետև նայեք եւ սարսափելին է, որ քանի որ Արցախյան շարժումը այսպես արդեն Արցախյան շարժումից հետո նոր սերունդ է եկել եւ ցավոք ես նկատում եմ, որ ոչ մեր դասագրքերում, ոչ փաստորեն Արցախյան շարժումը չի ներկայացված։ Այն մարդիկ, որոնք չեն տեսել իրենց աչքերով, իսկ նոր սերունդը չի տեսել։ Շատ հաջող նորմալ մարդիկ ես խոսում եմ, զգում եմ, որ նախ կամ բան չգիտեն, կամ լրիվ ուրիշ ձևով են հիշում, ինչ որ բաներ են հիշում, որ կամ իրենց այդ ձևով է մատուցվել։ Ես կարծում եմ Արցախի հարցը շատ կարևոր է դա հասկանալ, հա, որտեվ ասենք այս հաշտությունը, որ Նիկոլ Փաշինյանը
կնքել է, չէ՞ Ալիևի հետ ինչ Բայց կա նման հաշտություն։ Այնտեղ ես բան նայեք, եթե անգամ ինքը փորձում է շարունակել, բայց ինչ գնով է այնտեղ այդ որ կարդակ, այսինքն գինը նա է, որ դու ասես, որ Արցախյան շարժման դու մեղավոր ես, դու ֆաշիստ ես, դու հարձակվեցի, հադի եւ դա բանան ես, այսինքն եւ դա ինքը այնքան այնտեղ պարզ գրված է, ինքը ասած կամած դա անում է։ Դա այդպես հաշտություն հնարավոր չի։ Ես ինքս օրինակ իսկապես ուժում եմ հաշտություն։ Ես միշտ միգուցե խաղաղությունը ծանր գին ունի ժամանակ, ինչպես միգուցե խաղաղությունը ծանր գին ունի, հարգելի Մարինե։ Եվ դա գինը որ պետք է վճարել։ Գինը իհարկե բան է, բայց ես ասեմ, նույնիսկ ասեմ այս կարևոր բանը։ Ես նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք դեռ հաղթած ենք, ես շուտ ես գնացել եմ Թուրքիա, այնտեղ շատ հետաքրքիր բաներ եմ հանդիպումներ ունեցել թուրքերի հետ, եւ ես ուզում էի օրինակ թուրքերի հետ հաշտություն, չնայած ես ինքս եւ հորական կողմից ավելի շուտ, բայց մորական կողմից լրիվ Արմենիան Հայաստանի այդպես այդ եղեռնից հետո տեղափոխված ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։ Այո, ես կորցրած հարազատներ ունեմ այնտեղ, բայց ես քանի որ ես հաղթած էինք Արցախում, ես այդ հաղթանակի վրա ես ուզում էի հաշտությունը։ Ես ուզում էի այն ժամանակ, ես շուտ գալիս էինք, այստեղ վիճում էինք շատերը ինձ բանին անում, բայց ես գիտեմ, օրինակ, բայց ես իհարկե ուզում էի հաշտությունը, որ ընդունեն ցեղասպանություն եւ դեն ժամանակ շատ ռեալ էր, իդեպ, շատ ռեալ էր։ Բայց ես մոտից շփվել եմ, այդպես երկարա պատմեմ, իսկապես շփվել եմ թուրքերի հետ, իրենց ընտանիքում ենք մնացել ենք, շփվել ենք մոտից մի 4 թուրքական ընտանիք հետ եւ ես կարող եմ հստակ ասել, չնայած առանց դրա էլ կարելի է իմանալ, բայց ես բան մոտից գիտեմ։ Իրենք շատ լավ հիշում են ինչ է եղել, իրենք շատ լավ հիշում են եւ եթե դու հայերս պարզապես առանց որևէ ներողության, պարզապես բանանենք, մոռանանք, իրենք երբեք հաշտություն չի կանա, որտեղ իրենք կարհամար են Թուրքիի հետ հաշտությունը հնարավոր է միայն հավասարի, դա հնարավոր է։ Ընդհանրապես ես կարծում եմ դա նորմալ է, եթե իրանք գիտեն ինչ են արել, իրենք է ստորացրել են, նվաստացրել, եւ եթե դու առանց որևէ ներողության դու բան ես անում, իրենք էս կարամար են։ Այո, իրենք ուժն են հարգում եւ ընդհանրապես հարաբերություններ, եթե դու այնքան ուժեղ լինես, այնքան քաջ լինես եւ այնքան կարողանաս այդ բանը այնպես բանես, որ դու այո հասնես նրան, որ իրենք իսկ դա հնարավոր բան է, ներողություն խնդրեն։ Այդ դեպքում իսկապես կկա հաշտություն եւ դա շատ լավ կլինի, բայց ասում եմ այսօրվա վիճակով դա հնարավոր չի, ցավոք, բայց իհարկե դա չի նշանակում որ մենք պետք է պատերազմի մեջ լինենք, դա նշանակում է որ դու այո պիտի այնպես անես որ պատերազմ չլինի, բայց դու կամուրջները դու ասենք Արցախի հարցը այնպես չպիտի սևացնես, ներկայացնես քեզ որպես ֆաշիստ։ Այսինքն դա իդեպ այդ է անում Նիկոլ Փաշինյանը, ինքը ասում է մենք ենք, բայց իրականում դա որպես ֆաշիստ է ներկայացնում։ Հա, մեզ որպես, այսինքն եւ օրինակ տեսեք 4 բաները վերադարձան, չէ, գերիները, բայց այն գերիներն, բայց այն Արցախի ղեկավարությունը այնտեղ է, չէ, եւ Բաքվից հայտարարել են, որ պատրանք է նրանք երբեք չեն վերադառնա Հայաստան։ Չէ, բայց եթե Նիկոլ Փաշինյանը բան է անում, որ ամբողջ Արցախյան շարժումը սխալ էր եւ այլն, ինքը ակամա նպաստում է բանին, որ իրենք հանցագործներ էին, հա։ Այսինքն Բաքվի դիրքորոշումը լեգիտիմացնում է այդպեսով։ Հա, բայց ինքը դա է, ամենասարսափելի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման մեջ դա է։ Ինքը ասում է, ինքը փաստորեն եւ ասում մարդիկ մոռանում են, որ Արցախյան շարժումը չի եղել հակա-ադրբեջանական շարժում, ինքը եղել է ինքնորոշման։ Ինքնորոշումը նշանակում է դու քո իրավունքն ես բանանում, պաշտպանում, հա, եւ նայեք, որովհետեւ տեսեք, ադրբեջանցիք գիտեք այդ հայտնի բանը չէ որ ասում են բանը հայեր էին, չգիտեմ, Երևանին ինչ են ասում, Երևանին ասում որ հայր բանը բասագեչար են ասում են։ Մի խոսքով, բայց այդ նույնիսկ ինչ որ իրանք մի հիբան ունեն, որի վրա հենվում են, որտեղ այնտեղ իսկապես ադրբեջանցիք շատ են եղել, հա, ես գիտեմ, չէ բոլորը։ Դե իրենք շատ արագ բազմացել են դրանք։ Իրենք հայերը գաղթել են Հայաստանից, իրենք այնտեղ, բայց Արցախը միակ չասեմ, քիչ են տարածներից, հա, որտեղ ադրբեջանցիք փոքրամասնություն շատ եւ արցախցիները երբեք չեն լքել Արցախը։ Երբեք այնտեղից իրանք են բնեն միշտ եղել են։ Եվ ասենք այն արցախցին, երբ որ պահանջում էր իր իրավունքը միանալու Հայաստանին կամ դա
չգիտեմ էլի աշխարհում միջազգային միջազգային բոլոր բաներով դա ամենահիմնարար իրավունքն է եւ ասենք դրան անվանել ֆաշիզմ դա չգիտեմ էլի այնքան բան է որ դու դա ընդունում ես բայց Նիկոլ Փաշինյանը ընդունում է որտեվ ասում է դա ինչ որ Ռուսաստանն էր սադրել չգիտեմ որպեսի մենք ինչ որ բան անենք դա ասում հաշտություն այո եթե իրավիճակը պահանջում է Ադրբեջանի հետ պետք է ինչ որ հաշտության գնալ բայց դու ոչ այն գնով որ դու հայտարարես որ Արցախում մենք ֆաշիստ ենք մենք չգիտեմ խոսում են Արցախին չի վերաբերվում Մարինե Հայաստանի տարածքներ կան օկուպացված Ադրբեջանի զինված ուժերի կողմից որոնք նույնիսկ սովետական Հայաստանի քարտեզով այո լավ ուրեմն ասում եմ չգիտեմ վաղ ինչ կլինի Նիկոլ Փաշինյան ինչ աղմուկ էլի կբարձրանա ինքը գիտակցված է դա անում բայց ես կուզենայի այ շատ կարևոր է որ ընդդիմությունը ձևավորեր կարողանար հասնել նրան որ ինքը դիսկուրսը ձևավորեր այսինքն ընդդիմությունը դառնար օրակարգ թելադրող այո դեռ որ ճիշտ ասած ոնց որ չի երևում բայց տարիներ ասկսվում հույս ունեմ կլինի Ձեր խոսքի մեջ անդրադառնալով հասարակ մարդկանց հետ ձեր շփումներին դուք մի բան շեշտեցիք, որ մարդկանց մոտ հանրության մոտ այդ պահանջը կա մտավորականի, ինչքան էլ չընդունեք այդ բառը, հետ շփվելու, նրա խոսքը լսելու եւ նրա խոսքը կարեւորելու։ Ճիշտ եմ հասկանում, որ 2026-ին ընթառաջ նաեւ շատ կարեւոր է հենց մտավորականների ակտիվ ներգրավվածությունը։ Միգուցե ժողովրդին այդ արթնացնելու, համախմբելու կամ ընդդիմության ուղղված պահանջը ձևակերպելու։ Այո, շատ կարևոր է, որովհետև նայեք, ընդդիմության խնդիրն է դա, որ ընդդիմությունը մի քանի մասերից է հիմա եւ ոնց որ թե ասում եմ, ես ինչքան հասկանում եմ, շատ մոտ չէ, բայց հետեւում եմ, ոնց որ թե դեռ չի կայանում միավորումը, բայց որպեսզի դա կայանա, նայեք, քաղաքական, որտեվ չգիտեմ, քաղաքականությունը պրագմատիկ ֆենոմեն է, հա, եթե քաղաքական ուժերը զգան, որ այդ պահանջարկը կա, այդ միավորումը կկայանա եւ ես ճիշտ ասած ենթադրում եմ, որ միավորման կարելի է գտնել ինչ որ նոր ձևեր, որտեվ այն դասական ձևով որ փոքրը միանա, որտեվ դեռ պարզ չի, բոլորը հույս ունեն, որ իրենք դեռ ավելի ուժեղ կլինեն, դրա համար չեն ուզում, ասենք ով միանա, հա, դա շատ բնական է, բայց եթե պահանջարկը ձևակերպվի, ես կարծում եմ միավորումը կկայանա։ Իսկ մտավորականների գործը ո՞րն է այս պարագայում։ Որովհետև շատերը ասում են մտավորականությունը պետք է առաջնորդեր ժողովրդին, որովհետև ամենաճակատագրական պայրին հենց ձեր նշած բանաստեղծները իրենք են ժողովրդին այո ինչ որ առումով առաջնորդել, ուղղորդել։ Առաջնորդել մտավորականը չի առաջնորդում, ուղղակի ինքը ստեղծում է։ Տեսեք, օրինակ Արցախյան շարժումը ինքը բաներ, ասենք այնպես Օրինակ այդ բացահայտ առաջնորդել ոչ մեկն էլ մտավորականից չստացվեց Սիլվա Կապտիկյանը ինչ որ հակադրության մեջ ընկավ եւ այլն, բայց մեկը այդ մինչեւ Արցախյան շարժումը սկսվելը, ինչու Արցախյան շարժում ընդհանրապես նայեք սովետական միության եթե նայեք, այդ ժամանակ էլի շարժումներ կային մեծ Բալտիկամ եւ այլն, բայց ոչ մի երկրում, եթե հաշվի եկնեք Հայաստանի չափերը, տոկոսային, ոչ Հայաստանի շարժումը եղել է ամենաբազմամարդ, ակնհայտ, հա, Ռուսաստանում երբեք այդքան բազմամարդ շարժում չեղել, նույնիսկ մեր Այդ ոնց էր, այդ ժողովուրդը Այդ ոնց ոտքի կանգնեց, էլի դա ինչ որ հրաշքի նման էր, ընդ որում ասում, որտեղ սովետականություն ընդհանրապես հարավակներ չկային, էլի ես ապրել եմ այնտեղ մեծացել եմ, հարավակը որն էր, մայիսի 1-ին էր, 1 մայիսի 1-ին պետքան դրանք բան էին, հատուկ տանում էին քեզ, չէիր կարող, էլի այդ բաներ, բայց որ մարդիկ ինքնական իսկապ կան, դա հրաշք է։ Ընդ որում համակարգին դեմ գնալով։ Բայց ինչ ոնց եղավ, էլի հա, մարդիկ գալիս էին, շատ աշխատանք կորցրեցին, բաներն էին պատրում, բայց այդ հասկանում եք, իհարկե առաջնորդների բանն էլ կար, բայց այդ ժողովրդի մեջ ուրեմն հասունացել, ոնց էր հասունացել Ասնասեր գրականությամբ, մարդիկ այն ժամանակ սաղ պատմավեպ է շատ եմ սրա մասին, բայց չեմ ուզում, սաղ պատմավեպեր էին կարդում, գրքեր էին կարդում, ամբողջ նկարչության մեջ էլ կար, ֆիլմեր կային, այդ պատմական արդեն սկսել էին ֆիլմեր անել։ Այսինքն այդ սպասում, ընդ որում հեչ բաններ էլի, օրինակ Արցախը ինքը իհարկե կարևոր Արցախը, որտեղ կոնկրետ Արցախից եկավ, բայց ինքը բաններ, այդ սիմվոլներ, ինքը ընդհանրապես, որտեղ նայեք, եթե դուք պատմությանը նայեք ինչ էր եղել էր Եղեռնը, որը նվաստացումն էր հայ ժողովրդի, բաժապես դա ողբերգություն չէր, միայն նվաստացումների վերջո։ Նապես շատ ժողովուրդները դրանից հետո, եթե ամուր մեջք չունան, կարող են ընդհանրապես կոտրվել։ Հաշվարկնել հենց դա էր։ Այո, բայց ժողովուրդը չէր կոտրվել, ինքը
շատ կարճ ժամանակ առաջին հանրապետությունն էր ստեղծել, բայց այնքան կարճ պատկերացնում եք 2.5 տարի։ Այս հանրապետությունը 30 քանի տարի է, չէ՞ արդեն, բայց էլի քիչ է, չէ՞, բայց պատկերացնում եք 2.5 տարի, ինչքան բան է։ Բայց Նիկոլ Փաշինյանը արդեն խոսում է 4-րդ հանրապետության մասին։ Հետո այս վերջերս ոնց որ մոռացել էի դրա մասին։ Ասես սխալ հիմքերի վրա է եղել։ Դա եթե ինքը դա անի, չէ, ինքը չի կարողանա դա անի, որովհետև այո, 7-րդ հանրապետությունը 3 նախագահներն էլ ունեցել են սխալներ եւ ցավոք հենց այդ բաների վրա, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ այդ, բայց մեկը իրանց սխալները ավելի մեծ չեն եղել, քան նրանց արածը։ Ես այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը եւ ականհայտ թիկունք ունենալու, ինքը գիտակցված քանդում է 7-րդ հանրապետությունը։ Այդ նոր սկսեց ասել, որ 4-ն են բեր, բայց մինչեւ առանց ասելու քանդում էր, բայց մեկը լրիվ չի քանդել։ Ճիշտ է, շատ բաներ ցավոք քանդել է։ Եթե այդքան թույլ լիներ, մեր հանրապետությունը ինքը քանդված կլիներ, բայց չէ, լրիվ չի քանդել։ Իսկ եթե 2026-ին հանկարծ Նիկոլ Փաշինյանը այս կամ այն միջոցներով նորից դառնա իշխող խորհրդարանական ուժի ղեկավարը, կքանդվի 3-րդ հանրապետությունը։ Չեմ ուզում ասեմ, որ դա բացառվում է, ամեն դեպքում չեմ ուզում սուտ խոսել, ինքս գիտեմ, որ դա հնարավոր է։ Ցավոք ինքը ասում եմ, եւ ունի դրսից եւ ներսից, եւ ամենակարևորը ինքը ոչ մի, այո, ինքը ռեսուրս ունի եւ ինքը ոչ մի ամենասարսափելին է նա, որ իր ռեսուրսը, նայեք ընդհանրապես քաղաքականությունը բան է, էլի, ասում են, չէ, անբարոյականություն կատեն ձևակերպումներ, բայց մեկը մարդ ամեն դեպքում մեծ մասը քաղաքական գործիչներ գոնե ինչ որ սահման ունի։ Ինքը Նիկոլ Փաշինյանը այդ իր ոնց որ թե բանն է, էլի, ինքը ոչ մի սահման, ինքը ամեն ինչի ընդունակ է, ամեն ինչի եւ այդ իմաստով չես կարող բացառել։ Բայց ես կարծում եմ, որ այդ նայեք, որովհետեւ ասում եմ, այդ չգիտեմ, ես հավատում եմ, որ այդ կաշխատի իր դեմ, էլի, ինքը որտեվ ասենք եկեղեցու արծում ցույց տվեց ինքը ինչ է անում։ Ես հավատում եմ, որ հնարավոր կլինի։ Այսինքն հավատալը որն է, հիմա բադաբան չի, որ ասես դա ճիշտ եմ հասկանում։ Պատասխանը այսպես չի, որ բացես ասես այս դեռ չկա, մենք պիտի անենք։ Եվ մարդիկ պետք է գնան ընտրությունների, ոչ թե դեմ լինելով Փաշինյանին չգնան ընտրությունների։ Դե բարձա 21-ին ինքը հենց դրաշն է, այդ մարդիկ, որոնք չգնացին ընտրությունների, հենց իրանք ընտրեցին Փաշինյանին, որտեվ ինքը տենց բացահայտ առավելություն չուներ, բայց ասում ես կարծում եմ այս տարի չէ, տենց չի լինի, կգնան։ Հարգելի Մարինե, ամփոփելով մեր զրույցը, եթե որևէ ուղերձ ունեք հայ հանրությանը, հայ ժողովրդին, խնդրեմ։ Ունեմ ուղերձ, նայեք բոլորս հասկանում ենք, որ այսօր աշխարհում մեծ փոփոխություններ են կատարվում։ Մի անգամ, չգիտեմ, այն սերունդը գոնե այսօր ապրողների երևի կեսից ավելին տեսել են մեծ փոփոխությունը, որ եղավ, երբ որ սոցիալական քանդվեց։ Այդ գլոբալ մեծ փոփոխությունից մենք դուրս եկանք հաղթանակով, հա, մենք ընդհանրապես հայ ժողովուրդը կան դինամիկ ժողովուրդ է, բոլորը գիտեն, ինքը տենց արագ նորը վերցնող ժողովուրդ է։ Այն ժամանակ մենք հաղթեցինք։ Այս փոփոխություններից առաջ ցավոք արդեն սկսվել են փոփոխություններ, մենք պարտությամբ ոտք դրեցինք, դա մեր ամոթն է, բայց դեռ ժամանակ կա, դեռ վերջնական չի, դեռ նոր են սկսվում, եւ իսկապես այպես գլոբալ, նայեք ինչ է, աշխարհը իսկապես փոխվում է, ավելի մեծ փոփոխություններ են, քան այն ժամանակ սոցիալականությունը փլվեց, Ամերիկա, հիմա եւ մենք ունենք այս շանսը, այս ընտրությունները շանս են ցույց տալու, որ մենք այս նոր աշխարհում տեղ ունենք, հա, մենք փոքրիկ ենք, մենք քիչ ենք, այո, բայց այս նոր աշխարհում ամենակարևորը միտքն է եւ մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ մենք պարտվել ենք մեր սխալների արդյունքում եւ այդ Նիկոլ Փաշինյանը մեր սխալների բանն է, մարմնավորումն է։ Եթե մենք մեր սխալները ուղենք, ուժ ունենանք ասելու, մենք կանգնում ենք ոտքի, մեր սխալները ուղում ենք, ինքը գնա, հա, այդ բանը մենք եւ այս այն դեպքն է, տեսեք, որ այսպես քաղաքական հարց չի սա միայն, տեսեք, իլմա ժամանակ ինչ որ ձախերի աչերի միջև պայքարը, այս անգամ պայքարը նրանց, որոնք հավատում են հայ ժողովրդի ուժին եւ նրանց, որոնք չեն հավատում։ Ես կարծում եմ կհաղթի, հավատը կհաղթի։ Հարգելի Մարինե, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր բանաստեղծ Մարինե Պետրոսյանը, հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է, հաջողություն։